Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է, հայտնի է, որ կառավարությունը որդեգրել է թափանցիկ կառավարման քաղաքականություն եւ իր բոլոր ծախսերը ինտերնետի միջոցով հասանելի է դարձնում հանրությանը, եւ դա էլ հարուստ նյութ է լրատվամիջոցների համար։ Եվ ահա մամուլը տեղեկանում է, որ սեպտեմբերի 21-ի անկախության օրվա տոնական համերգի համար կառավարությունը հատկացրել է 50 միլիոն դրամ։ Հայտնի է, որ այս տարի համերգը ոչ թե աստղաբույլ էր, այլ մենահամերգ, բեմում Նունե Եսայանն էր։ Եվ մամուլը, որին ավելի ուշ միացավ նաև սոցիալական ցանցերը, սկսեցին քննարկել ու քննադատել, թե ինչու է երկիրը, որի բնակչության 1/3 աղքատության շեմից էլ ցածր է, այդքան գումար ծախսում մեկ երգչուհու մեկ համերգի համար։ Նունեն այս ընթացքում լուրեր, այսօր առաջին անգամ խոսելու է համերգի եւ քննադատության մասին։ Ինչու կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց Նունե Եսայանին, արդյոք հնարավոր չէր կազմակերպել ավելի էժան համերգ։ Ինչի վրա է ծախսել այդ գումարը երգչուհին։ Արդյոք Նունե Եսայանը կառավարության ֆավորիտ արտիստն է, ինչու է գործադիր իշխանությունը անվարձահատույց տարածք հատկացրել Նունե Եսայանի բարեգործական հիմնադրամին։ Երկրում սկիզբ են առել քաղաքացիական շարժումները, մինչդեռ ամենահայտնի երգչուհիներից մեկը անհաղորդ է բոլոր նախաձեռնություններին։ Ինչ են անվտանգում փակ շուկայի թեղուտի մասին։ Առաջին անգամ Նունե Եսայանը կխոսի իր քննադատների թանկարժեք համերգի բարեգործական հիմնադրամին տրամադրված տարածքի երկրի ամենացավոտ խնդիրներից ու կասի, թե ինչու է փակել իր Facebook-յան էջը։ Թողարկում խոստովանություն Նունե Եսայանի բանաձևը։ Այսպես տիկնակև պարոնայք, բանաձևի տաղավարում է երգչուհի Նունե Եսայանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ առաջինը ես որքան հասկանում եմ, քչերը գիտեն այն մասին, որ այս համերգը մի քանի ամսվա, խոսքը անկախության 21-ի մասն է, մի քանի ամսվա նախապատրաստական շատ երկար փուլ է անցել եւ ամենևին նախատեսված չէր սեպտեմբերի 21-ի համար։ Ինչ լավ է, որ դու տեղեկացված ես։ Այո, իհարկե, մենք սկսել ենք ապրիլ ամսին, այսինքն գաղափարը ծնվեց ապրիլ ամսին, քանի որ մոտենում է ցեղասպանության 100-ամյակը եւ վստահ եմ, որ արդեն այս տարի եւ մյուս տարի կլինեն ծավալուն ծրագրեր նվիրված անկախության 100-ամյակին, ես արդեն ուզում էի մտածել մի ակցիա, համերգ, եւ քանի որ համերգը արդեն մտածված էր բացօթյա, մենք իմ թիմի հետ միասին որոշեցինք, որ դա լինի կամ սեպտեմբերին, կամ կմնար գալ տարի ապրիլ, մայիս եւ ամառ։ Իսկ որպեսզի հնարավոր լինի բացօթյա կազմակերպել։ Բացօթյա, որովհետեւ համերգը ակցիա է եւ անվճար է։ Ուրեմն ես ուզում եի, որ շատ մարդ լիներ համերգին։ Համերգը ցեղասպանության 100-ամյակ, իմ գլխում անդադ պատտվում էր այդ միտքը, կանք ու դեռ կլինենք։ Ու պիտի լինենք ու դեռ շատանանք։ Անդադ դա էր ինձ այսպես ոգևորում։ Թուրքի համար եմ ասում, էլի մեր թշնամու համար, որ մենք պետք է այնպես անենք մանավանդ գալ տարի, քանի որ արդեն 100-ամյակ է, ամեն ինչ անենք, ապացուցենք մեր 2015-ին 14 մինչև 15, այսինքն ամբողջ մեկ տարի ինձ համար պետք է լինեն ծրագրեր, պետք է լինեն այսպես ուժեղացված ծրագրեր եւ մի խոսքով պարզ է միտքս ծրագիրը կազմեցինք, քանի որ 100-ամյակ, ուրեմն պետք է ինչ-որ կերպ այդ պատմությունը անցնենք, իսկ ես երգիչ եմ, ուրեմն երգերի միջոցով։ Մենք սկսեցինք Սայաթնովա, Կոմիտաս, հետո ցեղասպանության այդ ընթացքում գրված երգեր, դրանից հետո ոգևորիչ երգեր, արդեն ոտքի կանգնելու, ազատագրական երգեր, հետո խաղաղ ժամանակներ, 60-ական, 70-ական թվականներ, հետո Արցախի պատերազմ եւ ուրեմն մեր օրեր։ Այսինքն դա, այսպես ասած, հայրենասիրական երգերի 100 տարին է։ 100 տարի։ Բայց ես ուզում եի, որ շեշտը լիներ ցեղասպանության վրա, իսկ համերգը ինքն ամբողջությամբ չի կարող լինել տխուր համերգ, 2 ժամ ծանր համերգ է։ Ուրեմն ոգևորիչ երգեր, ազգային երգեր եւ այլն, 100 տարվա երգերով անցնենք մեր պատմությունը։ Այդպես էլ եղավ, քանի որ ամառ էր, ուրեմն ոչ մի պետական խումբ չէր կարող մասնակցել իմ ծրագրին եւ դա գեղեցիկ չէր լինի, որովհետեւ այսինքն դա իմ մտահղացումն է, ես ուզում եի, որ լիներ
կազմված արվեստագետներից, պարողներից, երգիչներից, ստեղծագործողներից, ռեժիսորներ բնականաբար, ուրեմն մենք հավաքեցինք պարային խումբ։ Այստեղից այնտեղից, որովհետև ամառ էր, ոչ ոք այստեղ չէր, բոլորը հանգստանում էին։ Հավաքեցինք երգչախումբ։ Հավաքվեց ուրեմն նվագախումբը բնականաբար դասական նվագարաններ, այսինքն նվագախումբ եւ իմ էստրադային նվագախումբը մի խոսքով 250 հոգի աշխատակազմ ամբողջ դժվար էր, շատ դժվար էր այդ ամեն ինչը համատեղել, որովհետև գործիքավորումները չկային, երգեր էին, որոնք ես դեռ չէի կատարել նաեւ իմ ծրագրում չկային այդ երգերը։ Մենք բազմիցս ենք երգել այդ երգերը, բայց իմ ծրագրում չկային։ Ուրեմն դրանց գործիքավորումները պետք է արվեր եւ այլն, այսինքն ով որ երաժիշտը կհասկանա ինչի մասն եմ ես ասում, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Եղավ ծրագիրը, արդեն ամեն ինչ պատրաստ էր, ես դիմեցի կառավարությանը, քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, քանի որ բացօթյա համերգ պետք է լինի, ինձ պետք է թույլ տան, չէ՞, որ ես իրագործեմ իմ նպատակը։ Իհարկե եղավ բոլոր այդ թույլտվությունները եղան եւ մենք նշանակեցինք օր սեպտեմբերի 7-ին։ Նաեւ նրա համար, որ արձակուրդները վերջացան, դրսից շատ մարդիկ կան այդ ժամանակահատվածում եւ չխանգարեմ սեպտեմբերի 21-ին։ Եվ եթե չեմ սխալվում, այդ ժամանակ նույնիսկ արդեն պաստառները կային փողոցներում։ Հա, իհարկե ծրագիրը իրագործելու համար պետք է նաեւ հովանավորներ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ արդեն 20 տարի իմ կողքին կան մարդիկ, ովքեր իմ բոլոր մեծ ծրագրերը հովանավորում են։ Սկսենք Համալիրի համերգը, եթե հիշում ես, 2002-ին, որը նվիրված էր էլի բարեգործական ակցիայի, նվիրված էր Նյու Յորքի զոհերի հիշատակներին, եւ որը լուսաբանվեց CNN-ով, հետո New York Times իհարկե թերթով գրեցին եւ այլն։ Մի խոսքով այն ժամանակ էլ Ամերիկայի հայկական հիմնադրամը իմ կողքին էր։ Համագումարը իմ կողքին էր, ինչպես եւ հիմա, երբ մենք գիտեք ինչ, երբ պատմում ես ծրագիրը, այսպես մեծ խոսում ես, ինչ է լինելու, սա է լինելու, ոչ ոք չի հասկանում, հետո արդեն որ տեսնում են, հասկանում են։ Բայց այս մարդիկ իմ պատմելով էլ արդեն հասկանում են ինչ է լինելու։ Եվ սեպտեմբերի 7-ին դուք սեպտեմբերի 7-ի համար դուք ունեիք բոլոր անհրաժեշտ ֆինանսավորումը։ Բյուջեն կար, որը հովանավորվեց Ամերիկայի հայկական համագումարի կողմից եւ այստեղ միացավ նաեւ Լույս հիմնադրամը։ Շնորհակալ եմ նրանց, որ վստահում են ինձ, իմ արած գործին եւ ամսի 7-ը, սեպտեմբերի 7-ը նշանակվեց մեր համերգի օրը։ Եվ ինչպես ստացվեց, որ տեղափոխվեց 21։ Քանի որ ինչպես նշեցի, բոլորը տեղյակ էին, եւ մշակույթի նախարարություն, եւ կառավարություն, եւ այլն, եւ ծրագրին էլ տեղյակ էին, նրանց կողմից առաջարկ ստացա, այսինքն անկախության տոների պետական հանձնաժողովի կողմից առաջարկություն ստացա տեղափոխել համերգը սեպտեմբերի 21-ին։ Շատ դժվար էր։ Կազմակերպչական հարցեր, տեխնիկական հարցեր, 2 շաբաթ տեղափոխել ամբողջ շատ դժվար է։ Բայց եւ մտածելու շատ բաներ էլ կային իհարկե, որը եղավ հետո։ Մտածում եմ, որ իսկապես խոսակցություններ էլ կլինեն, քննադատություններ էլ կլինեն, ամեն ինչ ես պատրաստ էի։ Բայց համաձայնեցի, որովհետև կոռեկտ չէր լինի չհամաձայնել, եթե քեզ առաջարկում է կառավարությունը, երկրի գլխավոր մարմինը, եւ նաեւ ինչ որ չափով երկրի գլխավոր տոնի համար, ես չեմ կարծում, որ գեղեցիկ կլիներ հրաժարվել։ Եվ բայց քննադատությունը, որ եղավ, ոչ այնքան ես դժվար հանդիպած լինեմ որևէ մեկին, որ քննադատել օրինակ, որ ֆալշ եք կատարել, որ վատ երգեր եք կատարել, կամ որ երգացանքն էր վատը, քննադատությունը եղավ, երբ որ հասկանալի դարձավ, որ Նունեսյանին տրամադրել են 50 միլիոն դրամ։ Արդյոք ձեզ տրամադրել են այդ գումարը։ Ես կուզենայի, որ քննադատողը գոնե դիտեր համերգը։ Ես կարծում եմ նույնիսկ չեն էլ դիտել համերգը։ Եթե դիտեին, միգուցե եւ ավելի քիչ գրեին, այդ ձևով չգրեին։ Ուրեմն 54 միլիոն ինձ չի տրամադրվել։ Ես ինչպես նշեցի, կային հովանավորներ եւ բյուջեն շատ ավելին էր, քան 54 միլիոնը։ Ես կարծում եմ միայն տեսնող այդ համերգը եւ հասկացողը կհասկանա, որ դա ավելի մեծ համերգ է։ Եվ
Քանի որ ուրեմն մի մասը համագումարն է տրամադրել, մյուսը լույս հիմնադրամը, իրենք որոշեցին, որ մնացյալ մասը, այսինքն ինչ որ մեզ փոխանցվել էր, մնացել էր մի հատված, որը պետք է փոխանցեր, որը պետք է լույս հիմնադրամը փոխանցեր, որոշվեց, որ պետք է կառավարությունը, դա իրենց որոշումն է։ Եվ 54-ը տվեցին ձեզ։ Ինձ չէ։ Հենց 54 միլիոն թե ավելի պակաս դա եմ հարցնում։ 54 միլիոն, որի մի մասը ծախսերը արել էր կառավարությունը, այսինքն հրավառություն, այնտեղ տեխնիկական հարցեր, շատ այնտեղ։ Այսինքն անմիջապես համերգի վրա չի ծախսվել, այլ ծախսվել է, այսպես ասած, տոնական միջոցառման վրա։ Միջոցառման, իհարկե։ Եթե նախագահ է մասնակցում համերգին, շատ բաներ ավելանում են, ծախսեր են ավելանում։ Անվտանգության եւ մնացածի հետ կապված։ Նույն ընդհանուր առմամբ դուք ինչպես եք վերաբերում այն քննադատությանը, որ մեր պես աղքատ երկրում 50 միլիոն ծախսել մեկ օրվա անկախության համար դա թանկարժեք հաճույք է։ Գիտեք, ես մտածում եմ, որ մեր երկրում տոները պակասում են եւ ինչքան որ շատ լինեն, այնքան ավելի լավ եւ եթե մենք հետևենք, տարվա մեջ շատ տոներ են լինում, տոնակատարություն եւ գումարներ են ծախսվում եւ դա այդպես էլ պետք է լինի։ Երբ մեր ազգը ուրախանում է, փողոց ենք դուրս գալիս եւ այդ մեկ օրը ուրախ զվարթ անցկացնում գնում ենք տուն, երբևիցե որևէ մեկի մտքով չի անցել, որ դա էլի գումար է ծախսվել։ Եվ հետևաբար այս համերգն էլ եթե ես չլինեի, էլի ինչ որ մեկը լիներ, միևնույն է գումար ծախսվելու էր եւ երևի թե ավելի շատ կծախսվեր, քան 54 միլիոն։ Ինչու՞։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ եթե հետևենք այս տեսակ համերգները, որովհետեւ ես գիտեմ իմ համերգի արժեքը։ Իսկ իմ համերգը շատ ավելի արժեր, 54 միլիոնը միայն այն մասներ, ինչ որ կառավարությունն է տրամադրել։ Եթե ես չլինեի եւ այս տեսակ համերգ լիներ, իմ համերգը չլիներ, շատ ավելին կարժեներ։ Որքան 2-3 անգամ ավելի թանկ։ Մոտավորապես։ Եվ նշեմ, որ այն քննադատությունները, ասեք, ինչու միայն ունեն չէր բեմում, եւ դա իմ համերգը չէր, ես երգչուհի չէի, որ ինձ ծափահարեին, 250 հոգի արվեստի մարդ այնտեղ աշխատել է, բոլորը վարձատրվել են, բացի ինձանից։ Դուք Ես որևէ գումար չեմ վաստակել, միայն այդ տեսաերիզը եւ այդ համերգը ինձ բավարար է, որ ես իմ արվեստի պատմության մեջ ունենամ այս էջը։